Բարև ձեզ իմ շատ սիրելի հետևորդներ, եկեք այսօր միասին պատրաստենք ռուլետ։ Մեր ռուլետը այսօր լինելու է բեզերով, այսպես ասած մեր ինգվի ռուլետ ենք պատրաստելու, ամբողջ աշխարհում այդպես են կոչում, բայց մենք բոլորս էլ գիտենք, որ դա սովորական բեզեր է։ Սկսեցինք, մեզ հարկավոր է 6 ձվի սպիտակուց։ Հիմա ես առանձնացնեմ սպիտակուցները, շարունակենք։ Ասեմ, որ ամանը պիտի մաքուր լինի, չոր լինի, ձվերը սառնարանից են ինձ մոտ, սառնարանից պիտի լինի, ինձ մոտ միշտ սառն են լինում, սպիտակուցը եւ շատ լավ բեզե է ստացվում։ Խնդրում եմ դուք էլ այդպես արեք, չգիտեմ ինչու բոլորը ասում են, որ տաք վիճակում էլ է բեզե լինում, բայց ես չեմ կարծում, որ դա ճիշտ է։ Այսպես սկսեցինք։ Հարում ենք թույլ ինձ մոտ 5 մինչև 5 համարն է, աստիճանն է, ես առաջինով եմ հարելու։ Հարել ենք մինչև, տեսեք, այսպիսի աստիճանի ենք հասցրել։ Հիմա 250 գրամ շաքարավազը մի քանի անգամից ավելացնելով հարում ենք, ստանանք մեր ուզած լավ բեզե։ Մենք դեռ չենք վերջացրել, ավելացնում ենք մի պտղունց աղ և մի պտղունց, տեսեք այսպես, լիմոնի աղ, սովորական աղ և լիմոնի աղ, նորից շարունակում ենք արել։ Որպեսզի համոզվենք, որ մեր բեզեն արդեն պատրաստ է, նախ տեսեք, այսպեսի կտուց ենք ստանում և հետո ձեռքով այսպես փորձ, տեսեք, պիտի շաքարի հատիկներ չզգացվեն, ինձ մոտ հիմա զգացվում են, ես երևի 2 րոպե էլ կհարեմ։ Մեր բեզեն արդեն պատրաստ է։ Հիմա սիրելիներիս, ես մոռացա ասեմ, որ ամենասկզբից մինչև սկսելը միացնում ենք մեր ջեռոցը 150 աստիճանի։ Տակ ենք եփելու վերև ներքև ռեժիմով, բեզեն տեղավորելու ենք, արդեն դուք ինքներդ պիտի որ ձեր ջեռոցը ճանաչելով հանդերձ հասկանաք, ներքև դնեք, թե մեջտեղի մասում դնեք։ Ավելացնում ենք հիմա Օսլան եգիպտացորենի, մեզ նաև Օսլա է հարկավոր այս ռուլետը ստանալու համար։ Հիմա նորից շատ քիչ, այնքան որ Օսլան ընդամենը տարածվի։ Հիմա հավասար տարածելու ենք։ Որքան հնարավոր է հավասար ենք տարածում, որպեսզի ռուլետի բոլոր կողմերը հավասար լինեն։ Ըստ ցանկության դուք կարող եք չանել սա, ուղղակի համեղ է լինում շատ, ընկույզ կամ ինչ-որ ընդեղեն ենք ցանում, այսպես։
ինձ մոտ այսօր գետնանուշ է։ Այսպես։ Տեղադրում ենք արդեն ջերոց, 150 աստիճանի արդեն ասեցի, տակ ենք թխելու վերև ներքև ռեժիմով, ուրեմն հիմա պատրաստում ենք կրեմը, կրեմի համար մեզ հարկավոր է սերուցք, մասկարպոն կամ ուրիշ ինչ որ Ֆիլադելֆիա կլինի, ուրիշ հալվող պանիր և շաքարի փոշի, ուրեմն 250 գրամ մասկարպոն է մեզ պետք, շատ կրեմ հարկավոր չէ։ Եվ 250 գրամ կաթի սեր, այսինքն սերուցք։ Բոլորը միասին հարելու ենք և շաքարի փոշի։ Շաքարի փոշին չարժե շատ լցնել, քաղցր պետք չէ շատ լինի, որովհետև բեզեն արդեն ինքը քաղցր է։ Առայժմ ես կավելացնեմ 2 ճաշի գդալ։ Ավելացնում ենք նաև մի փոքրիկ վանիլին և հարում ենք բոլորը միասին։ Ուրեմն, որպեսզի մեր կրեմը, տեսեք այսպիսի կրեմ ենք ստացել, բայց որպեսզի ավելի ամուր լինի և ռուլետի մեջ այսպես կանգուն կրեմ ստանանք, ավելացնում ենք սերուցքը ամրացնող այս փոշին, կոչվում է Զանեֆեստ, գերմաներեն է Զանեֆեստ, ինձ թվում է բոլոր խանութներում կա, Հայաստանում չգիտեմ ինչպես է կոչվում, բայց անպայման կլինի։ Ուրեմն մեր բեզեն արդեն պատրաստ է, տեսեք։ Կարևորը սիրելիներս, որ չի կարելի թողնել, որ շատ չորանա։ Մոտ 20-25 րոպեից հետո արդեն պիտի հանենք, որպեսզի շատ չչորանա։ Հիմա մի փոքր սառի ու սկսենք կրեմը քսելը։ Հավասար քսելու ենք կրեմը։ Այսօր պյուրե չեմ պատրաստելու, ես թարմ հաղարջ է կարծում չէ, մալինը դնելու։ Այսօր պյուրե չեմ պատրաստելու, ես թարմ հաղարջ է կարծում չէ, մալինը դնելու։
Սիրելիներս, այսպիսի թմփլիկ, գեղեցիկ, համեղ բեզերով ռուլետ ստացանք, բայց չենք կարող հենց հիմա կտրել, պիտի դնենք, որ մի փոքր սառի։ Սիրելիներս, մենք արդեն ավարտեցինք, բավականին սառել է արդեն ռուլետը, կտրել ենք, ասեմ, որ արտակարգ համեղ է ստացվել, ես մի փոքրիկ արդեն համտեսեցի, իրականում արժի, որ այսքան մեծ աղմուկ է բարձրացրել այս ռուլետը օնլայն հարթակում, իրականում շատ համեղ է, խնդրում եմ սիրելիներս, անպայման պատրաստեք, իրենից ոչ մի դժվարություն չի պահանջում, դուք կարող եք կրեմը չանել, ուղղակի միրգը խյուս պատրաստել, մի փոքր եփել օսլայի հետ եւ կրեմի փոխարեն այդ խյուսը քսել։ Ես ուղղակի արագ ձևով պատրաստեցի, չնայած որ կրեմով մի ուրիշ արտակարգ համ ունի։ Խնդրում եմ դուք անպայման փորձեք եւ կհամոզվեք։ Այսքանը սիրելիներս իրականում շատ համեղ է, շնորհակալ եմ, որ պիտի դիտեք, ձեզ բարի դիտում, մենք էլ հիմա մի համեղ սուրճ կխմենք։